Իրանի նախագահի ուղղաթիռի ողբերգական վթարից 1.5 տարի անց սկանդալային հայտարարություն արել Իրանի խորհրդարանի պատգամավորը, ով է կասկածյալը։ Ինքը տեղեկացվել է, որ Իսրայելը պատրաստվում է գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Ինչ է տեղի ունեցել Սոֆիայի օդանավակայանում, բուլղարացիների չափազանց զգոն լինելն է Բուլղարիա-Հայաստան դիվանագիտական սկանդալի պատճառը։ Շատ դեպքերում նրանց մոտ կասկածներ են առաջանում, որ Բուլղարիայի միջոցով մեր քաղաքացիները այլ երկիր են ցանկանում մեկնեն։ Չի խաղաղվում Վրաստանը թիմ ընտրություններից հետո կատաղի ցույցերը կարծես հանդարտվել են, սակայն փորձագետների ժամանակավոր։ Ապացույցն է, որ դրսի ուժերին ձեռնտու չի այսպիսի հավասարակշռված դիրքորոշումը։ ԿՊ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարության նախագիծը, նախաձեռնության հեղինակները չեն նահանջում, անհրաժեշտ 18 ստորագրությունը ԿՊ-ից ստանալու հույսը չեն կտրում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ ստորագրությունը թղթի տակ լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը։ Սկանդալներից ու տագնապներից հոգնած վաղաշաբաթը պատրաստվում է ավականո արտահերթ ընտրություններին, մինչև այս պահը 4 թեկտածուի անուն է հայտնի։ Ու չեմ էր մասնակցել, որովհետև վստահությունը սկորել է։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրի ամփոփիչ թողարկումը։ Սկսենք տարածաշրջանային զարգացումներից։ Իրանի նախագահի ողբերգական մահից 1.5 տարի անց Իրանի խորհրդարանի պատգամավոր Քեմրան Ղազանֆարիի բացահայտումը, թե Խոդաֆերինի հեկի բացմանը Էբրահիմ Ռայիսին մասնակցել է Փամոզել Իլհամ Ալիևը, նորից թեժացրել է առեղծվածային վթարի շուրջ խոսակցությունները ու նորից սլաքները դեպի Բաքու ուղղել։ Թեմայի շուրջ նոր տեղեկություններ է Լիլիթ Սարգսյանին հայտնել Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Իսկ սկզբանե այդ ջրամբարի բացումը պետք է տեղի ունենա նախարարների մակարդակով։ Իրանի խորհրդարանի անդամ Քեմրան Ղազանֆարին է հրապարակել տեղեկությունը, թե գրեթե 1.5 տարի առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի ողբերգական ավիավթարի օրը Ադրբեջան պետք է մեկներ ոչ թե նախագահը, այլ նախարարը։ Բայց Ալիևը պնդել է, որ հենց Ռայիսին մասնակցի Խուդաֆերինի հեկի բացմանը։ Դրա հետ զուգահեռ տեղեկություններ կան այն մասին, որ Ալիևը նախքան այս միջոցառումը հանդիպում է ունեցել իսրայելցի մի ռաբբիի հետ, որտեղ ինքը տեղեկացվել է, որ Իսրայելը պատրաստվում է գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Ապացույցները հայտնվել են Իրանի հետախուզության ձեռքում, դրանք Միացյալ Նահանգների փաստաթղթերն են, որտեղ նշված է, որ Իսրայելը պատրաստվում է գործողությունների Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, եւ որ այդ գործողություններն արդեն ծրագրված են, դրանց մասնակցելու է նաեւ բրիտանական ծառայությունը։ Եվ Ադրբեջանը որպես այդ պլաստարմը, այդ հարթակը, որտեղից այդ գործողությունները տեղի են ունենում։ Այս բացահայտումը վերջին օրերի ընթացքում կատարվել է, լայն տարածում է գտել եւ քննարկման առարկա է։ Բայց Իրանի պաշտոնական օդում ավիավթարի միակ պտտվող տարբերակը քննիչ հանձնախմբի վերջնական եզրակացությունն է։ Վթարը տեղի է ունեցել մառախուղի պատճառով։ Երկու ուղղաթիռները շարժվում էին գրեթե միասին, մեկը բարեհաջող անցել է եւ մյուսը ընդամենը 1-2 րոպեի տարբերությամբ վթարի է ենթարկվել։ Սրանք բոլորը հարցական նշաններ են։ Միևնույն ժամանակ Իրանը չի զսպում ավիավթարի հետ կապված այլ վարկածների շրջանառությունը։ Իսրայելական ծրագրին ադրբեջանական մասնակցության մասին լուրերը հենց ավիավթարի օրից են տարածվում ու Շահնազարյանի խոսքով ոչ պատահական։ Այս արտահոսքն էլ հենց այնպես չէ։ Այսինքն այնպես չէ։ Այսօր ես քնեմ, վաղ առավոտյան արթնանամ եւ որոշեմ բացահայտում անեմ, փաստեր գա իմ ձեռքս։ Սա այդ դիվանագիտական, քաղաքական աղն է, նուրբ արճակատումն է, որը ընթանում է տարածաշրջանում եւ մենք պետք է դա դիտարկենք այն ամբողջ զարգացումների ֆոնին, որոնք այս տարածաշրջանում տեղի են ունենում։ Ավիավթարի ոչ բնական պատճառների մասին վստահաբար գիտեն նաեւ Իրանի իշխանությունները, հետաքննող մարմինները, բայց ըստ Շահնազարյանի քաղաքական ու դիվանագիտական նրբությունները ստիպել են աչք փակել բոլոր փաստերի վրա։ Բոլորն էլ խոսում էին այդ օրերին, որ դիվանագիտական այսպես նրբություններից ելնելով, հաշվի առնելով լարված իրավիճակը արևմուտքի հետ հարաբերությունների, հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն պայմանները, որ կան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները, գոժապակի իշխանությունները չէին ցանկանում
ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այս փաստերը այս ամեն ինչի մասին լռեցին։ Իրանի իշխանությունների լռությունից 1 տարի անց Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ հրթիռային հարվածներ հասցնելով Իրանին նաև սահմանակից երկրներից մեկից, հայտարարել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, ըստ Մեհր գործակալության։ Ըստ իրանցի պաշտոնյայի տեղեկությունների, հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են 3 միկրոավտոբուս, որոնցից գործարկվել են անօդաչու և փոքր թռչող սարքեր։ Այդ երկիրը կարող է լինել Ադրբեջանը։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Որքանով է իրականությանը համապատասխանում բուլղարական աղբյուրների տեղեկությունը, թե հոկտեմբերի 1-ին Սոֆիայի օդանավակայանում ստորացուցիչ զննության է ենթարկվել Անի համայնքի պատվիրակությունը, որը Բուլղարիա էր մեկնել Նովի Պազարի քաղաքապետի հրավերով։ Փորձել է պարզել Ալբերտ Սերոփյանը։ Բուլղարիայում դիվանագիտական սկանդալի մասին տեղեկությունը հերքում է Անիի համայնքապետարանը, բայց հերքման տեքստն ավելի շատ հաստատման է նման։ Բուլղարական Բլից լրատվականի տեղեկություններով հոկտեմբերի 1-ին Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորած պատվիրակությանը բուլղարացի սահմանապահները ստիպել են մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել են ծառայողական տարածքներում։ Բուլղարական Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով է Սարիբեկյանի պատվիրակությունը այդ երկիր մեկնել, ու մի նկար է նվեր տարել։ Ըստ բուլղարական կայքի այդ նկարի շրջանակն են կոտրել բուլղարացի սահմանապահները։ Այս ամենը թյուր իմացություն որակած Անիի համայնքապետարանը պնդում է, թե իրենց հերքած միջադեպի մասին տեղյակ է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը։ Նույնը հայտնում է նաև բուլղարական Բլիցը։ Ըստ կայքի Սոֆիայում մեր երկրի դեսպանը բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարին։ Արտգործնախարարությունից Հայլուրին հայտնել են, որ միջադեպից հետո դեսպանությունը քայլեր է ձեռնարկել Սոֆիայից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար։ Ըստ արտգործնախարարության տեղի ունեցածը դիվանագիտական սկանդալ չէ։ Միջադեպը հնարավոր է բուլղարացի սահմանապահների չափազանց զգոն լինելու պատճառով է, կարծում է զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։ Բուլղարիայում այդ խնդիրը կա, որովհետև Բուլղարիան նոր է միացել Շենգենյան գոտում եւ շատ դեպքերում նրանց մոտ կասկածներ են առաջանում, որ Բուլղարիայի միջոցով մեր քաղաքացիները այլ երկիր են ցանկանում մեկնեն։ Անիի համայնքապետին էլ են դրա համար մեղադրել սահմանապահները ըստ բուլղարական լրատվամիջոցի։ ԿՊԱ-ական Սարիբեկյանը ըստ նրանց ուզել է բուլղարական վիզայով նաև Վիեննա գնալ։ Եթե եղել է հրավեր թիմ մարմինների ներկայացների համար, հետեւապես իմ կարծիքով լուրջ չի, որ նրանց մոտ կասկած է առաջացել, որ նրանք պետք է գնային Վիեննա, հատկապես այն պարագայում, երբ որ այնտեղի բուլղարական քաղաքի քաղաքապետի կողմից է եղել հրավերը։ Սոֆիայի օդակայանում առաջին դեպքը չէ սա, որ մեր երկրից մեկնած մարդկանց երկար հարցաքննում են։ Նախորդ տարի մի խումբ զբոսաշրջիկների մի քանի օր տանջել էին Վասիլ Լևսկի օդակայանի սահմանապահները։ Հայկական խումբը ուղղակի 2-3 օր մի փոքր գույները խտացած պատանդ էր գտնվում Բուլղարիայում եւ այնտեղի սահմանային ծառայության աշխատակիցները ուղղակի մեր զբոսաշրջիկների հետ շատ վատ վարվեցին։ Եթե զբոսաշրջիկների դեպքից հետո դիվանագետներն ինչ-որ քայլեր ձեռնարկեին, Անիի համայնքապետի հետ միջադեպ տեղի չէր ունենա, կարծում է փորձագետը։ Հայաստանում Շենգեն վիզա ստանալու համար պայքարողների ամենանախընտրելի դեսպանատներից է Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, ասում է Գևորգյանը։ Մյուսներն այնքան ծանրաբեռնված են, որ բաղձալի վիզային երբեմն ամիսներով են սպասում Հայաստանում։ Մեր հայրենակիցները ամիսներով ուղղակի հերթագրվում են, սպասում են իրենց հերթին, թեև պետք է կարողանան Շենգեն գոտու մուտքի ապահովման համար փաստաթղթեր մուտք անեն։ Եվ այժմ, եթե քաղաքացին զբոսաշրջիկը ցանկանում է մեկնել եվրոպական որևէ երկիր, 2-3 ամիս պետք է հերթագրվի, որպեսզի կարողանա մեկնել, եւ որը գերխնդիր է։ Սա անընդունելի խնդիր է ըստ փորձագետի, մանավանդ որ վերջին տարիներին շատ է խոսվում Շենգեն գոտու հետ վիզաների ազատականացման մասին։ Եթե խոսում ենք վիզաների ազատականացման հետ, վիզաների ստացման դյուրացման հետ, ապա այս խնդիր չպետք է լինի։ Հիմնականում վիզա կենտրոնները կամ դեսպանատները սա մեկնաբանում են այն հանգամանքով եւ այն հանգամանքով են պայմանավորում, որ ուղղակի շատ են դիմողները եւ աշխատակիցները քիչ են, չեն կարողանում սպասարկեն, բայց այդ պարագայում, եթե մենք ունենք զուգահեռ իրականությունում այս դեպքում արդեն վիզերի պարագայում նոր ուղղություններ, նոր թռիչքներ, ապա ում համար են դրվում այդ թռիչքները։ Գևորգյանն ասում է դեսպանատներ կան, որտեղ մերժում են դիմող հայերին նույնիսկ առանց անձնագիրը բացելու։ Ամենաշատ մերժումը այս պահին ստացվում է հունական
Հունաստանի հյուպատոսի կողմից։ Մեժվող քաղաքացիները հաճախ արդեն ինքնատիռի տոմսերը գնաց են մտնում դեսպանատուն, առանց վիզայի դուրս գալիս ու տոմսերի գումարն ըստ էության կորցնում։ Փորձագետի ղեկավարած տուրիստական գործակալությունում այս տարի դիմողների 70-ից 80%-ն են վիզա ստացել, մնացածին մերժել են դեսպանատներում։ Այն դեպքերում, երբ որ քաղաքացին մոտենում է եւ մենք հասկանում ենք, որ ուղղակի փորձից ելնելով, նաեւ փաստաթղթերից ելնելով հասկանում ենք, որ այդ մարդը ավելի հավանական է, որ կմերժվի, քան վիզա կստանա, մենք նրան ուղղակի խորհուրդ ենք տալիս, որ չդիմի։ Վիզա ստանալու այս տեմպերը փորձագետին հուշում են, որ ազատականացման մասին խոստումները դժվար թե մոտ ապագայում իրականանան։ 2-3 տարի առնվազն պետք է սպասենք։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Կրքերը նորից թեժացել են Վրաստանում, թիվ ընտրություններում վրացական երազանքի հաղթանակը չի ընդունում ընդդիմությունը, երկիրը նորից բաժանվել է եվրոպամետների ու ռուսամետների։ Չնայած ըստ անկախ փորձագետների Վրաստանի այսօրվա իշխանությունը բալանսավորված քաղաքականություն է վարում։ Երորյա թեժ բախումներից հետո վիրավորներ կան հիվանդանոցներում, ձերբակալվածներ բանտերում, սակայն սա ժամանակավոր հրադադար է համարում վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Կպատմի Լիլիթ Գասպարյանը։ Վրաստանի եվրոպամետ բնակիչները չեն մարսում վերջին թիմ ընտրությունների արդյունքը, որոնցով Թբիլիսիի քաղաքապետ է վերընտրվել իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն։ Իմ կարծիքով ինքը շատ ակտիվ քաղաքապետ է։ Կալաձեն ունի այն ռեսուրսը, որ ապագայում միգուցե նաև այլ մակարդակում, մեկ քայլ առաջ անի եւ երկրի մասշտաբով ղեկավարի։ Փողոց դուրս եկած վրացիներն այդ մասին չեն էլ ուզում լսել։ Նրանց պնդմամբ Կալաձեն, ինչպես վրացական երազանքի ամբողջ թիմը, վերջին տարիներին հեռացել է եվրայինտեգրման ճանապարհից։ Արտաքին քաղաքականության վեկտորը թեքել դեպի Ռուսաստան։ Այդ պատճառով էլ Կալաձեի հաղթանակի լուրն իմանալուց հետո բազմաթիվ վրացիներ ընդդիմադիր գործիչների գլխավորությամբ փողոցներ լցվեցին, որպես բողոքի նշան սրճարաններ հրկիզեցին, բարիկադներ այրեցին, մարդկանց մի խումբ էլ ներխուժեց նախագահական պալատի տարածք Եվրամիության, Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշներով։ Ես չեմ տեսնում պրոռուսական իշխանություն Վրաստանում։ Իրենք եվրոսկեպտիկ են եւ արևմուտքում այդ նարատիվը կա շատ է տարածվում, որ եթե դու քննադատում ես արևմուտքին, դու պրոռուսական ես, չկա այդպիսի բան։ Վրաստանի քաղաքական կյանքը վերլուծող փորձագետների կարծիքով երկրի իշխանությունը պարզապես Եվրոպայի ներկայացրած ամեն պահանջ հալած յուղի տեղ չի ընդունում։ Քանի որ կարծում է, այդ պահանջներից շատերը կարող են վնասել երկրի պետական շահերը։ ԵՄ-ին անդամակցելուց զատ նաև փորձում են իրենց պետական շահերը առաջ քաշեն եւ եթե Բրյուսելից ինչ որ պահանջարկներ են դրվում իրենց, ինչը հակասում է իրենց երկրի շահերին, իրենք ասում են ոչ։ Եվ հետո Վրաստանի իշխանությունը եվրոպական ձեռագիր է տեսնում հոկտեմբերի 4-ից սկսված ցույցերում։ Նախ դրանց բազմաթիվ եվրոպացի քաղաքական գործիչներ են մասնակցել։ Եվ հետո իշխանությունը տեղեկություն ունի, որ բարոյական աջակցությունից բացի Եվրոպան նաև ֆինանսավորել է Թբիլիսիում սկսված անկարգությունները։ Վրաստանում տեղի ունեցող բոլոր անկարգությունները արտաքին ուժերի կողմից կազմակերպված գործընթաց է։ Հանրությունը սա շատ լավ է գիտակցում։ Վրաց ժողովուրդը մանրակրկիտ վերլուծել եւ հասկացել է, թե ինչ է կատարվում, ով ինչ քաղաքական շահեր ունի մեր երկրում։ Այո, մենք տեսնում ենք եւ նաեւ ես տեսնում եմ, որ կան փորձեր դրսից այս process-ների վրա մասնակցելու, process-ների վրա ազդեցություն ունենալու։ Սրա ապացույցն է Թբիլիսիի կենտրոնից ոչ հեռու անտառային տարածքում Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտնաբերած մեծ քանակությամբ հրազենը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը, որոնցով դիվերսիոն գործողություններ էին նախատեսված։ Ըստ ծառայության դրանց ցուցումները ստացվել են Ուկրաինայից։ Ապացույցն է, որ դրսի ուժերին ձեռնտու չի այսպիսի հավասարակշռված Վրաստանի դիրքորոշումը։ Եվրոպան հերքում է իր կապը Թբիլիսիում սկսված անկարգությունների հետ։ Եվրամիության ներկայացուցիչները վրացիներին զսպվածության կոչ են արել, հավանաբար, որպեսզի հերքումը համոզիչ լինի։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ ԿՊԱ-ականները մերժել են պատիվ ունեմ խմբակցության վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիրները պնդում են, որ վարչապետի հրաժարականի հիմքերը բազմաթիվ են, սկսած Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումից մինչև ազգային անվտանգության համակարգի խարխլում։ Կանխատեսելի էր ԿՊԱ-ականների այս որոշումը, սակայն նախաձեռնության հեղինակները չեն նահանջում, հույս ունեն, որ դեռ կստանան անհրաժեշտ 18 ստորագրությունը ԿՊ-ից։ Ժողովուրդն էլ իր խոսքը փողոցում կասի։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստին Արփի Սուքիասյանն է հետևել։
Ում վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մեր վարչապետն է։ Վարչապետը մերն է, հայտնի բանաստեղծությունն են հիշեցնում ԿՊԱ-կանների պատասխանները, թե արևը մերն է, Մեր տան վերևն է։ Փաշինյանն արև չէ, խավար է, ասում են ընդդիմադիրները, որ ազգային ժողով են ներկայացրել վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծը։ Հեղինակը պատիվ ունեմն է, Հայաստան խմբակցությունը միացել է։ Այո, վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Մի բայց կա միայն 54 քվ է պետք Փաշինյանին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմադիրները 36-ն են, այսինքն եւս 18 ԿՊԱ-կան պետք է ստորագրեն վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագծի տակ։ Բայց կստորագրեն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ ստորագրությունը թղթի տակ լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնել, էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել։ Իրենց միացող ԿՊԱ-կանների անուններ չի տալիս պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Ասում է իմպիչմենթը ընթանալու է փողոցային պայքարով, գործընթացը կսկսեն, երբ լինեն 54 ստորագրությունները, երբ լինեն, սա ընդգծվում է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։ Այնինչ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Հայաստանը արագ եւ ողջամիտ ժամկետի գործընթաց է ակնկալում։ Հայաստանը փորձով գիտի, հեշտ բան չէ ԿՊԱ-կաններից, ոչ թե ինչպես այստեղ են ասում, պատերի տակ, այլ հրապարակային լսել։ Փաշինյանը ձախողել է եւ ուրեմն պետք է հեռանա։ Մենք որպես Հայաստան խմբակցություն ցավոք նախորդ 4 տարիներին չհաջողվեց մեծամասնության միջից գտնել այդ մարդկանց։ Մենք ժողովրդի հետ հարաբերվում ենք։ Ժողովրդի հետ հարաբերվել ասելով Ալուսիակ Ջուլհակյանը նկատի ունի սիրված են ընդունված։ Ու ոչինչ, որ 2021-ին ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 2.5 միլիոն քաղաքացիներից 680,000-ն են ընտրել ԿՊ-ին։ Այդ 680,000-ին էլ խաբել են։ Իշխանականները կառավարության ծրագրում մի բան գրել են, մեկ այլ բան անում են, շարունակում են ընդդիմադիրները։ Եթե նշված անձը էլի մուրճը ձեռքին, բայց պատտվեր Հայաստանի մարզերով ու ասել ժողովուրդ, ես հանձնելու եմ Արցախը, մենք ունենալու ենք 140,000-ին մոտ բռնի տեղահանվածներ տարբեր ժամանակահատվածներում։ Ճանաչելու եմ Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլն եւ այլն եւ այլն։ Տենամ քանի ձայներ հավաքել։ Ըստ ԱԺ ընդդիմադիրների Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պատճառները անթիվ են։ Խարխլված է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Թշնամական ուժերը 2021 թվականից ՀՀ սուվերեն տարածքում են։ ԿՊԱ-կան կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում։ Գումարած սոցիալ-տնտեսական անթիվ անհամար խնդիրներ։ Բազմիցս է ասել վարչապետը, ցույց տվեք ժողովրդին, թող լինի հանրային պահանջ հրաժարականի եւ ես կտամ հրաժարական։ Ժողովրդի վրա գցելը նշանակում է ուղղակի պատասխանատվությունից խուսափել։ Ժողովուրդը չի ընտրում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, մեծամասնության ներկայացուցիչներ։ Ժողովուրդն ընտրում է պարլամենտի падգամավորներ, կուսակցություններ, ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը այդ падգամավորների պարտականությունն է։ Չես համոզի իշխանականներին, որ Հայաստանում ազգային ճգնաժամ կա։ Ինչ որ միստիկ, ազգային համաձայնության ինչ որ մի բան։ Չես համոզի իշխանականներին, որ Հայաստանը Փաշինյանի դեմքով ձախողում է թե երկրի ներսում, թե արտաքին քաղաքական տնտեսական հարթակներում։ Ավստրալահայերը, չգիտեմ, Մոգադիշոյի հայերը, որտեղ է ճգնաժամը, խնդրեմ նշեք, ինչ ազգային ճգնաժամի մասին եք դուք խոսում։ Ոնց էր ասում Տիկին Ջուլհակյանը, ամենաժողովրդավար, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավելի խոսքի ազատ, երկրում որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս պատիվ ունեմի իրենց խոսքով մեծ կոնսոլիդացիա վայելող առաջարկին։ ԿՊ-ն չի ուզում անվստահություն հայտնել վարչապետին, ձևավորել անցումային կառավարություն, կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ։ Չնայած իշխանականների բացասական եզրակացությանը, հարցը կքննարկվի նաև ազգային ժողովի լիագումար նիստում։ Ալփիշ Քեսյան, Առաքել Օհանյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։
Խորհրդարանի նախագահի որոշմամբ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի գաղտնի բաժին։ Ալեն Սիմոնյանի խոսնակը Հայլուրի հետ զրույցում ասաց, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում են նման որոշում ընդունել, քանի որ զեկույցի ժամկետները խախտվել են եւ իրավական առումով անհնար է դարձել այն ներառել ազգային ժողովի լիագում արմիստերի օրակարգում։ Գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր զեկույցին ծանոթանալու համար կարող է այցելել գաղտնի բաժին։ ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ եթե զեկույցը ազգային ժողովի օրակարգում չքննարկվի, նշանակում է այն գոյություն չունի։ Ըստ լուրերի քաղաքական որոշում է կայացվել հրապարակային չքննարկել զեկույցը, որպեսզի չստվերվի Փաշինյանի խաղաղության գործընթացը։ Անհետ զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանի եւ Աբիջան Սարգսյանին ձերբակալել են խուլիգանություն անելու կասկածանքով։ Այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել անհետ կորածների հարազատները եւ լսել են իրենց բախտակիցների ձերբակալության մասին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությունը միջամտելու հոդվածներով։ Գործադիրի մոտ հավաքվածների խոսքով սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկն է ձերբակալությունների պատճառը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով Ղուկասյանի եւ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան։ Հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետեւ ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք կաղմասում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Բայց ինչ մնաց այդ ծնկաչոք ԿՊ ժողովների ժամանակ այդ ծնկի գալ ասում է խոնարհվում եմ ծնողների առաջ, sense էս խոնարհվում ծնողների առաջ։ Էդ ակու խոնարհումը ծնողների առաջ։ Օրը մեկին բանտարկելով, օրը մեկին անազատության մեջ պահելով։ Խորհրդարանի Հայաստան խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պետրոս Մեղրյանին է փոխանցել պատգամավորական մանդատը, քանի որ Արիգ Նազմանուկյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Պետրոս Մեղրյանը Արցախի հերոս Շահե Մեղրյանի եղբայրն է։ Խմբակցության նոր պատգամավորը նաև Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ է։ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով քաղաքագետ Հայկ Խալաթյանը պետք է ստանար պատգամավորական մանդատը, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Ավելի քան 1 ամսից նոր ավագանի պետք է ընտրեն վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Արտահերթ ընտրություններին պատրաստվում են եւ իշխանությունը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Անտարբեր են միայն վաղաշաբաթցիները։ Մարդիկ հոգնել են ամենօրյա սկանդալներից, կոռուպցիոն բացահայտումներից, հայրենիքի եւս մեկ հատված կորցնելու ամենժամյա տագնապից։ Խաղաղություն են ուզում, տանը եւ սահմանին, բայց ոչ այն խաղաղությունը, երբ ինչպես իրենք են ասում, թուրքը նստած է եւ տանը եւ դրսում։ Մեկ ամսից վաղաշաբաթը նոր ավագանի է ընտրելու։ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային հրաժարականից կես տարի անց խոշորացված համայնքի բնակիչները նորից ընտրատեղամասեր են մտնելու նոյեմբերի 16-ին։ Ոչ մեկին էլ չէ բսամ, ամեն մարդ իր շահի համար է։ Ամեն մարդ իր շահի համար է։ Ամեն մարդ աթոռի համար կռիվանում է, ինքը նստի աթոռի, ինքը ինչ լիստայ։ Ինչ են անում ժողովրդի համար, ոչ մի բան։ Գալիս են խափում են ժողովրդին, ընտրում են, գալիս են մոռանում են, ժողովուրդն ով է իրանց համար։ Հա, թալան են անում, բայց ինչ են անում։ Ամեն մի մարդ եկուս կրթություն էլ չունենա բարձրանում, սա հասկանում են ու խոտ չեն գուտում։ Ես եկել եմ խոտակերը իրանք են։ Թե որ ուժերն են մասնակցելու ընտրապայքարին, առայժմ հայտնի չէ։ Հաջորդ շաբաթ են կուսակցություններն ու դաշինքները դիմումները տանելու կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բայց քաղաքում արդեն ապագա ավականու նկատմամբ անվստահության մթնոլորտն է գերակշռում։ Ոչ մի վստահություն, ժողովրդի համար ոչ մի բան մինչև հիմա չեն արել ու չեն էլ անում, ու չեն էլ անելու, ու չեմ էլ մասնակցելու։ Չեք մասնակցել։ Չէ, դե մասնակցի կարող եմ։ Որովհետև վստահությունս կորել, հայրենիքը կիսվել է, ինչ մասնակցել։ Եթե կիսված չներ կմասնակցել։ Վաղաշաբաթում կարող էր ավականին նոր ղեկավար ընտրել, սակայն քաղաքացիական պայմանագիրը այլ պլաններ ուներ։ Խոյ համայնքը վաղաշաբաթին միացնելու որոշում կայացվեց։ Արտահերթն այս դեպքում անխուսափելի էր։ Էջմիածնում կարծում են, որ ԿՊ-ն հատուկ նպատակով է այդ քայլն արել։ Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությանը հաղթանակ է պետք։ Նրանք կարծում են, որ համայնքում իրենց ցուցակի առաջին համարը Արգիշտի Մեխակյանը կբերի ցանկալի հաղթանակը։ Արգիշտի Մեխակյանը Արցախն ազատագրած հերոս Մեխակ Մեխակյանի որդին է։ Խաղաղություն են ուզում, բայց թուրքը մեր հողերում նստած է, ինչ վստահություն։ Իրանց հետ են խաղաղություն ուզում։
Ում հետ։ Հա, բայց դե թող մեր հողերը վերադարձնեն, այն որ նստածա Ջերմուտի գլխին, Գորիսի գլխին, Սև լիճը, թող չմոռանան։ Արգիշտի Մեխակյանը Վաղաշապատի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Էջմիածնում նրա գործունեությունից դժգոհ չեն, բայց չեն վստահում ՔՊ-ի առաջնորդին։ Հիասթափված են Նիկոլ Փաշինյանից հոգևոր մայրաքաղաքում։ Քանի տարիներ առաջ մենք ընտրեցինք Նիկոլին։ Այսօր ինչ ունենք, ոչ մի բան։ Ոչ մեր հողերը, ոչ էլ մեր տղաներին։ Մեր ղեկավարությունը իր խոստումը կատարում է, մեր վարչապետը իր խոստումը կատարում է։ Ինչքան ստեր ասում է, ես 7 տարվա մեջ անդադ խափում։ Վաղաշապատի ավականու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցությունը։ Սեպտեմբերին գրասենյակ են բացել Էջմիածնում ու ներկայացրել են թեկնածուին։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրն է, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Յուրաքանչյուր քաղաքացուն ինչ է հարկավոր, որ մտածի քաղաքացու մասին։ Ունենանք գեղեցիկ հասարակություն եւ այդ գեղեցիկ հասարակությունը ինչպես է դրսևորում մաքրությամբ, երեխաներին պատշաճ խաղալու տեղ, ունենանք այգի, որը որ չունենք, կարուսելներ չկան, որ երեխաները ժամանակ անցկացնեն, ինչը որ շատ վատ է։ Վաղաշապատի գործող ավականու անդամ Սևակ Խաչատյանը կմասնակցի ընտրություններին։ Մամուլում լուրեր էր շրջանառվում, որ նա առաջադրվելու է առաջ Աչակենտրոն կուսակցության միջոցով, սակայն Խաչատյանը դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին։ Վաղաշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ն է նշանակված։ Խոստումները դատարկ առանց գործերի ոչ մի բան են։ Պետք է ծրագիր ներկայացնեն եւ հետո էլ հետևեն, որ այդ ծրագիրը կատարվի գոնե ինչքան հնարավոր է։ Առաջի փորձից արդեն գիտեմ, որ խոստանում են ու ոչ մի բան չեն անում։ Քարոզարշավի 3 դժվար շաբաթ է սպասվում քաղաքական ուժերին, համոզելու վաղաշապատցիներին, որ գալիս են գործ անելու, դատարկ խոստումներ չեն տալիս։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Այսօր քննչական գործողություններ են կատարվել Մերձավանի գերեզմանատանը, Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի, նրա ընկերոջը քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու եւ մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար մեղադրվող 20 տարեկան Գևորգ Հարությունյանն ասել է, որ կրակել է սովորել Մերձավան գյուղի գերեզմանատան տարածքում։ Տեղանքը զնվել է մեղադրյալի ցուցմունքի համաձայն։ Իդեպ Արմլուրեմի տեղեկությունների համաձայն գիշերը կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը։ Ըստ կայքի իրավապահները գիշերվանից Մերձավանի գերեզմանոցում հսկողություն են իրականացնում։ Վերջին մեկ ամսում Հայաստանում 6 մարդ է սպանվել, համենայն դեպս 6 սպանություն հայտնի է դարձել։ Սպանվածներից 4-ը Ռազանից են մահացել, 2-ը դանակահարվել են։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով վերջին 1 տարում գրեթե ամեն շաբաթ Հայաստանում սպանություն է լինում։ 18-ամյա Տիգրանի սպանության վայրն է Լոռու մարզի Տաշիր քաղաքի Սարչապետ գյուղում։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, շաբաթ օրը ցերեկը ժամը 4-ին մոտ է 17-ամյա Ռազմիկը դանակը խրել Տիգրանի սիրտն ու փախել։ Տիգրանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Մեր աղբյուրների համաձայն ողբերգական վիճաբանությունից առաջ երիտասարդները հայհոյել են միմյանց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 17-ամյա Ռազմիկը Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի սան է։ Ոստիկաններն ամբողջ գիշեր հսկել են ենթադրյալ հանցագործի տունը հնարավոր վենդետան կանխելու համար։ Եվ Տիգրանը, եւ Ռազմիկը Արցախից են։ Հոգեբանորեն խնդիրը լուծելու առումով անելանի վիճակում են հայտնվում եւ ստիպված դիմում են կոնկրետ բռնության։ Եվ այս տեքստում էլ դուք տեսեք երեխան 2 տարի է իր հողից ջրից իր տնից կտրված։ Հոգեբանական լուրջ ստրես եւ այդ ստրեսի հետևանքով թեթևակի առիթը կարող է պատճառ հանդիսանալ կոնկրետ հանցագործության։ Վերջին մեկ ամսում Հայաստանում հայտնի է 6 մարդու սպանության մասին։ Նրանցից 4-ը մահացել են Հրազենից, եւս 2-ը դանակահարվել են։ Սպանությունների անհանգստացնող աճի մասին հոկտեմբերի 2-ին ազգային ժողովում ահազանգել էր падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Միայն վերջի տարիներին Հրազենի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությունը 2023-ին 44, 2024-ին 68, 2025-ին 72։ Իսկ գիտեք ինչ է նշանակում, որ ամեն շաբաթ Հրազենի գործադրմամբ մարդ հանցագործություն է տեղի ունենում։ Ինչն է այս հանցագործությունների թվի աճի պատճառը։ Գործող իշխանությունների հանցավոր վարկագիծը
Մարդիկ գիտակցում են, որ գործնականում հանցագործություն կարող են անել, անօրինական վարք դրսևորել եւ որևէ պատասխանատվության չենթարկվել։ Եվ այդ օրինակը որպես կանոն վերցնում են իշխանություններից։ Փաշինյանի վարչապետական աթոռից նետած ցենզուրայից դուրս բառապաշարը ել ավելի է զայրացնում մարդկանց, ձևակերպում է արդարադատության գեներալ-մայորը։ Այդ ագրեսիվության պտուղներն են սպանությունները, որ օրեցօր շատանում են մեր երկրում։ Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ 110 օր անազատության մեջ գտնվող գործարար բարերար Սամվել Կարապետյանը երևանցիներին ուղերձ է եղել կալանավայրից Երևանի օրվան ընթരാճ։ Նա խոստացել է մեծ ներդրումներ անել Երևանը շքեղ մեգապոլիս դարձնելու համար։ 10 միլիոն հայերի մայրաքաղաքը պետք է դառնա տարածաշրջանի կրթական եւ առողջապահական կենտրոն, ասել է Կարապետյանը։ Ըստ նրա, մեր ձևով շարժումը շուտով լուծումներ կառաջարկի Երևանի խնդիրների համար։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Վերջին 2 տարում 5-րդ վարչապետն է հրաժարական տալիս Ֆրանսիայում Սեբաստիան Լեքորնյուն հեռանում է պաշտոնավարելով ընդամենը 27 օր ընդդիմադիրների, նույնիսկ աջակիցների քաղաքական մեծ ճնշման տակ։ Ֆրանսիայում ճգնաժամը խորանում է։ Մեզ ավելի շատ օդային պաշտպանություն ու համաձայնագրեր են անհրաժեշտ։ Դաժան գիշեր Ուկրաինայի քաղաքներում Կիևն էլ հանգիստ նստած չէ, 251 անօթաչու է ուղարկել Ռուսաստան, թիրախավորելով կարևոր նշանակության ենթակառուցվածքները, հրդեհներ են ռուսական նավթաբազաներում ու ջերմաէլեկտրակայաններում։ Գազայի ճակատագրի շուրջ կատարում սկսված բանակցությունները հնարավոր է մի քանի օր տևեն, Համասը համաձայն է պատանդներին հանձնել, բայց զինաթափվել ոչ։ Եվ կենթանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կենթանասերներին դատախազություն է տարել։ Չի կարելի կենթանու սպանդի վրա աշխատել փող։ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեքորնյուն իր կառավարության ծրագիրը հրապարակելուց 12 ժամ անց հրաժարական է տվել, այդպիսով էլ ավելի խորացնելով քաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում։ Դիտենք ռեպորտաժը։ Մտամոլոր հեռախոսը ձեռքին Էմանուել Մակրոնը միայնակ քայլում է Փարիզում։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է, հերթական վարչապետն է հրաժարական տվել։ Այսօր առավոտյան է Սեբաստիան Լեքորնյուն թողել վարչապետի պաշտոնը, ընդամենը 27 օր պաշտոնավարելուց հետո։ Մակրոնի մերձավոր զինակիցը վարչապետական ամենակարճ կյանքն ունեցած գործիչն է։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ ոչ մի վարչապետ այդքան քիչ չի պաշտոնավարել։ Վերջին 2 տարում 5 վարչապետ են փոխել ֆրանսիացիները։ Պայմանները չեն բավարարում, որպեսզի կարողանամ իրականացնել վարչապետի գործառույթները եւ հնարավորություն ունենամ կառավարության կազմը ներկայացնել խորհրդարան։ Այսօր սպասվում էր նոր կառավարության առաջին նիստը, իսկ վաղը կաբինետի նոր կազմը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացվեր։ Լեքորնյուի կառավարությունում գրեթե բոլոր նախարարները պահպանել էին իրենց պորտֆելները։ Փոփոխություններն աննշան էին, եւ դա դուր չէր եկել ոչ աչերին, ոչ էլ ձախերին։ Աջ ծայրահեղական ազգային միավորում կուսակցությունը կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել։ Միակ ողջամիտ որոշումն այս իրավիճակում, որը նախատեսված է հանրապետության սահմանադրությամբ, քվեատուփերի մոտ վերադառնալն է, որ ֆրանսիացիները ուղղություն ցույց տան։ Անհնազանդ Ֆրանսիա ձախակողմյան կուսակցության առաջնորդը համոզմունք է հայտնել, որ իր բառերով աննախադեպ քաոսի պատճառը Էմանուել Մակրոնն է ու առաջարկել է իմպիչմենթի ենթարկել նախագահին։ Իմպիչմենթը ցանկալի է եւ ուրեմն պետք է լինի հնարավոր։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը սկսվեց անցած տարվա հուլիսից, երբ նախագահ Մակրոնը ցրեց խորհրդարանը եւ նոր ընտրություն նշանակեց։ Այն ժամանակ նախագահի կուսակցությունը պարտվեց ծայրահեղ ձախերին եւ սոցիալիստներին միավորող նոր ժողովրդական ճակատ դաշինքին։ Սակայն ընտրություններում հաղթած ձախերին այդպես էլ չհաջողվեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Վարչապետի թեկնածության հարցը բարդացնում էր այն, որ խորհրդարան անցած 3 հիմնական ուժերը, այդ թվում ծայրահեղ աչերը, 2024-ին չէին կարողացել մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։
Դաժան գիշերեր Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքներում կողմերը հարյուրավոր հրթիռներ են արձակել միմյանց ուղղությամբ։ Կիևը քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների, Մոսկվան քաղաքացիական ենթակառուցվածքների մեծ վնասների մասին է հայտնել։ Զելենսկին նորից օգնություն է խնդրել եվրոպացի դաշնակիցներից։ Ռուսական զինուժը գիշերը անօդաչուներով հարվածել է Խարկովին։ 4 մարդ է վիրավորվել։ Ռուսական հարձակումներից հրդեհներ են բռնկվել Նովոսիբիրսկի շրջանում, Օդեսայի մարզում։ Ուկրաինայի դատախազության տվյալներով պատերազմի 3 տարում Կիրակի ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել Լվովի վրա։ Լապաևկա գյուղում զոհվել է ընտանիքի 4 անդամ։ 15-ամյա մի աղջիկ, նրա մայրը, տատն ու պապը։ Միայն հայրն է ողջ մնացել։ Ուկրաինական կողմի տվյալներով դաշնության հարվածներից մեկ մարդ էլ Զապորոժիեում է զոհվել։ Նահանգապետ Իվան Ֆյոդորովի խոսքով մեկ օրում 702 հարձակում է տեղի ունեցել Զապորոժիեի 18 բնակավայրերի վրա։ Գիշերը մեծամասամբ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի խոշոր բնակավայրերը։ Զելենսկին հայտնել է, որ ավելի քան 50 հրթիռներով եւ մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իվանո-Ֆրանկովսկին, Չեռնիգովը, Սումին, Խարկովը, Խերսոնը, Օդեսան ու Կիրովոգրադը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով 73,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Զելենսկին նորից Ուկրաինայի օդի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունից է խոսել։ Մեզ ավելի շատ օդային պաշտպանություն ու համաձայնագրեր են անհրաժեշտ, որպեսզի հանդարտվի այս օդային ահաբեկչությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ հոբն այս գիշեր ուկրաինական 251 անօդաչու է խոցել։ Ուկրաինայի հարձակումների հետևանքով Բելգորոդում 3 մարդ է վիրավորվել։ Ավիահարվածներից վնասվել են էլեկտրակայաններ։ Բելգորոդի մարզում 40,000 մարդ մնացել է առանց լույսի։ Բայց Ուկրաինան սպասում է ամերիկյան Տոմահավք հրթիռներին Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։ Ռուսաստանի նախագահը մեկ շաբաթում երկրորդ անգամ է զգուշացրել Վաշինգտոնին, հրաժարվել Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու մտքից։ Դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին կապված նոր զենքի համակարգերի մատակարարման քննարկումների հետ։ Սա կհանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը։ Սպիտակ տունը դեռ որոշում չունի։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ սպասում են Թրամփի վերջին խոսքին։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Չնայած Կահիրեում այսօր սկսվել են Իսրայել-Համաս բանակցությունները, Թրամփի 20 կետանոց խաղաղության պայմանագրի շուրջ Գազայի հատվածում Ցահալը շարունակում է հարվածները։ Այսօր հարձակման է ենթարկվել խմբավորման բջիջներից մեկը, որը ըստ Թել Ավիվի կրակ է բացել Գազայում գտնվող իսրայելցի զինվորների վրա, վիրավորել նրանցից մեկին։ Համասի իշխանությունը Գազայում պետք է դադարեցվի, Եվրոնյուզին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուի խոսքով Իսրայելն է Գազայի հատվածում անվտանգության պատասխանատուն լինելու, նույնիսկ պատերազմի ավարտից հետո, որպեսզի բացառվի ահաբեկիչների վերադարձը Գազա։ Վերադառնանք Հայաստան, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կենդանասերներին դատախազություն է տարել։ Բողոքավորները համոզված են, ստերջացման ծրագրերի քողի տակ կենդանիներին վերացնում են, անհետանում են անգամ տեր ունեցող շները։ Կենդանասերները պահանջում են գտնել եւ պատժել մեղավորներին։ Մենք ապրելու իրավունք ունենք։ Այս գրությամբ է դատախազության շենքի մոտ եկել Գերդան, փոքրիկ շանը կենդանասերներն են ուղեկցել դատախազություն։ Դեռ 2 օր առաջ սովից ու ցրտից դողում էր Գերդան, երբ մարդիկ գտան նրան Ջաջուրի գոմերից մեկում։ Կենդանիների պաշտպանների խոսքով Շիրակի մարզում գտնվող այդ գոմը Կումնի ընկերության կլինիկան է, որտեղ ստերջացնում են շներին։ Այն տենդերները, որոնցով հայտարարվում է շների ստերջացում, կաստրացում, դա կոռուպցիա է, դա փողերի լվացման կենտրոն է։ Իմ երեք չառաջորվա Ջաջուրի գոմանոցը վկա։ Խնդրում եմ նայեք այդ տեսանյութը Ջաջուրի գոմանոցի եւ նայեք ձեր գումարները, մեր հարկերը, որոնք մենք մուծում ենք պետությանը, ուր են գնում։ Գոհարն է Գերդային Գյումրիից Երևան հասցրել, նրա խոսքով կենդանու կյանքը մի կերպ են փրկել։ Դատախազության մոտ ակցիա անող կենդանիների պաշտպանները պնդում են ստերջացման անվան տակ կենդանիներին անտերության են մատնում կենդանիների կլինիկայի հետ կապ չունեցող շենքերում։ Գյումրու դատախազություն, Գյումրու քնչական։ 2 տարի առաջ ես ձեզ տվել եմ փաստերով, հաղորդում, հանցագործության վերաբերյալ, որ Կումնի ՍՊԸ-ն լափելով
քաղաքապետի հետ համատեղ պետական բյուջեն ստանալով ամեն շան համար գումարներ, իսկ դա հազարավոր շներ են։ Կատարում է շնասպանդություն, այդ Կենդանասերների պնդմամբ դաժան վերաբերմունքի են արժանանում անգամ այն կենդանիները, որոնք տեր ունեն։ Բակերից անհետացող վարժեցրած շների մասին բազմաթիվ ահազանգեր են ստանում կենդանիների պաշտպանները։ Ունենք ապացույցներ, ունենք տեսանյութեր, ունենք ձայնագրություններ, որոնք իրենք նույնպես խոստովանել են, որ տարել են, կորցրել են այստեղից մեկ այլ մարդ։ Դոգմա հասարակական կազմակերպության նախագահ Մարի Տեր-Անտոնյանի պնդմամբ ստերջացման ծրագրերը չեն կարող օգուտ տալ, եթե տենդերներին մասնակցում են կազմակերպություններ, որոնք գաղափար չունեն կենդանիներից։ Դատախազությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել ոչ ստերիլ տարածքներում կենդանիներին ստերջացնողներին։ Կազմակերպությունը պարտավորված է ունենա կլինիկա ստերջացման համար նախատեսված, ունենա անասնաբույժ, անուն, ազգանուն, ով է տվյալ անձը, կոմպետենտ է, կոմպետենտ չի։ Ունենա հատուկ ստերիլ տարածք, որովհետև ստերջացումը դա վիրահատություն է։ Դուք ջաջուրի գոմանոցը տեսել եք։ Ջաջուրի վանդակները այսպես սետկա պատած տեսել եք։ Մեջը կենդանիները իրանց կեղտի մեջ նստած, սոված, դիմացները, ամանները առանց ջուր, առանց կեր, առանց ոչ մի բան չստերջացված, բերված այդտեղ շպրտած են։ Ապօրինի ստերջացումից բացի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն են դատապարտում պաշտպանները։ 1.5 տարի առաջ Արմավիրում 40 շուն հետ ստերջացումից վարակվել էին։ 2 տարի առաջ Հրազդանում շների սպանդեր տեղի ունեցել։ 3 տարի առաջ Նուբարաշենում դաժանաբար ծեծել ու կրակել էին շանը։ Հիմա եթե վաղը մի հատ երեխու շուն կծի, այդ երեխեն կատաղությունից մահանա, ամբողջ համացանցը թնդալու է, չէ, ասելու են տեսեք, շունը կծեց, կատաղությունից մեռավ։ Շունը դրա մեղավորը չի։ Շունը ընդհանրապես մեղք չունի, որ ինքը շունը կատաղությունն է հիվանդանում կամ կռիսներից, որը վղտում է 4 կողմը։ Աղվեսներից, ոզնուց, ինքը մեղավոր չի, որ ինքը այդ երեխուն կծել է։ Ակցիայի մասնակիցներին ընդունում է դատախազի տեղակալը, խոստանում հետևողական լինել ու հայտնաբերել մեղավորներին։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Իսկ հիմա տեղափոխվենք ջրառատ վայելելու գյուղի հանրահայտ շորվան, մսով ու կարտոֆիլով ուտեստը ոչ միայն ջրառատցիների այցեքարտն է, այլև դարերի պատմություն ունեցող ճաշատեսակ, ընտանիքներ ու տոհմեր միավորող համեմունքներով։ Դերի պատրաստի վիճակը։ Ջրառատցիները քանի օր է աշխատում են, որ այս կողմերում հայտնի մսապուրի շորվայի փառատոնի հյուրերը գոհ մնան։ Ավանդական դարձած այս շորվա կերակրատեսակը հենց այս գյուղից է եկել, այն ժամանակ դեռ հարսանանց հանդեսների ժամանակ մատուցվել է այս ճաշատեսակը։ Շուրջ 200 տարի առաջ ջրառատում բնակություն հաստատած ավելի քան 164 տոհմերի սերունդները պահպանում են հայտնի ուտեստը։ Այն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի ուտեստների ցանկում որպես Հրազդանի տարածաշրջանի ազգային ուտեստ։ Այս աշխարհում ինչքան ճաշ կա, ես սիրում եմ։ Շորվան ավանդաբար տղամարդիկ են պատրաստում, միսը սկսում են եփել դեռ գիշերը։ Բուլյոնը լրիվ մաքուր մսի դուրս է գալիս, հիմնական համոհոտը բուլյոնի մեջ։ Մարդիկ երբ որ տղաներով, երիտասարդներով հավաքում են, ասում են, «Էթան քեզ իշտեղ շորվա ուտելու», բայց ռեստորանում այն համը չունի, ինչ որ այստեղ մեր գյուղը շատ հյուրասեր է, հաց տվող գյուղ է։ Հաց տվող գյուղում փառատոն անցկացնելու մտահղացումը ջրառատ բարեգործական հասարակական կազմակերպությանն է։ Կազմակերպիչների խոսքով իրենց հայտնի շորվան նաև տոհմահավաք նշանակություն ունի։ Երիտասարդները գալիս են ոչ միայն տոհմի, գյուղի, տոհմերից իրար հետ ծանոթանում են, միասին գործ են անում, միասին հաց են ուտում ու դա միացնում է։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահն ընդգծում է, ազգային խոհանոցը չպետք է տարանջատել մշակույթից։ Այս փառատոնի ամենաառաջի շահառուն ջրառատցին է։ Երբ ամբողջ աշխարհում զարգանում է գաստրոտուրիզմը, Հայաստանը չի կարող հետ մնալ։ Մարդու մոտ ամենավերջում մոռացվում է համի եւ հոտի հիշողությունը։ Դա ուզենք թե չուզենք։ Բացի դրանից խոհանոցը այն քիչ զբոսաշրջային արդյունքներից է, որը նույն մարդուն կարող է ևս մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ նորից հիշեցնի այս երկրի մասին եւ առիթ դառնա այցելել։ Ջրառացիները հաջորդ տարի էլ անհամբեր կսպասեն հյուրերին։ Փառատոնը ավանդական է դառնալու։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ամուր եղեք։